Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մենք շարունակում ենք լեզվաբանությանն ու լեզվաբաններին նվիրված մեր հաղորդումները։ Այսօր զրուցելու ենք ժամանակակից հայ լեզվաբան Աշոտ Աբրահամյանի եւ նրա լեզվափիլիսոփայական ու նշանագիտական հայացքների մասին։ Մեր հյուրն է լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը։ Բարի երեկո, պարոն Գյուլզադյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ կրկին մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Գյուլզադյան, Աշոտ Աբրահամյանը վերջերս է հեռացել կյանքից, նա մեր ժամանակակիցն է եւ ըստ էության մենք պարտավոր ենք լայն հարության իրազեկել նրա արժանավորության մասին։ Ասացեք խնդրեմ, ով էր Աշոտ Աբրահամյանը, ինչով էր զբաղվում եւ որոնք են նրա հետաքրքրության ոլորտները։ Ցավալիորեն մեզ հետ չէ Աշոտ Աբրահամյանը այլևս։ Աթայանական դպրոցի լավագույն ներկայացուցիչն է, միանգամից այդպես ասեմ։ Հետաքրքրության տիրույթը ընդհանուր լեզվաբանությունն է, փիլիսոփայական եւ նշանագիտական բեկումներով։ Պատիվ եմ ունեցել նրա հետ մի քանի տարի աշխատելու եւ Երևանի Ազատ հումանիտար համալսարանում ժամանակին կար այդպիսի համալսարան, որ հիմնվել էր Էդվարդ Աթայանի, Լևոն Ներսիսյանի, Էդմոն Ավետյանի հոգեվոր հովանու ներքո, ապա Բրյուսովի անվան պետական համալսարանում ինքնատիպ էր ամեն ինչով։ Քննասենյակը յուրօրինակ մարտադաշտի կարող էր վերածել, իհարկե կատակով, ոչ միայն ուսանողներին էր բանավեճի հրավիրում քննության ընթացքում, այլև ընթերակային հաճախ է պատահել, որ բանավիճում էինք իրար հետ եւ ինքն էր իհարկե տիրություն անում, նվագավարի փայտիկը իր ձեռքին էր, խմբավարի փայտիկը իր ձեռքին էր եւ ուսանողներն էլ էին սկսում մասնակցել այդպես։ Միանգամից մի կարևոր բանի մասին խոսեմ, հանձնարարել էի իմ ուսանողներին ուսումնասիրել Աշոտ Աբրահամյանի բովանդակության եւ արտահայտության հակադրման հարաբերականությունը լեզվում հոդվածը։ Քննարկում էր ուսանողներից մեկն էր, ներկայացնելու ընթացքում մի հարց տվեց, չեմ հիշում, ափսոս մանրամասները չեմ հիշում, պատասխանեցի, պատասխանս չբավարարեց։ Սկսեցին ընկերները միջամտել, որ տեսա ընդհանուր հայտարարիչ չեն գալիս, ասացի հանգիստ, զանգ ընկերոջը։ Միանգամից բարձրախոսին ասած զանգեցի Աշոտ Աբրահամյանին, որ իմացա ինչ ինչոց է, ասաց այդ դեպքում ես էլ իմ բարձրախոսը միացնեմ, ես էլ եմ մագիստրատուրայում հիմա դասի, էլի նշանագիտություն է։ Կյանքումս այդպիսի դաս անցկացրած չկամ, կարծում եմ նաև ինքը Աշոտն էլ, թե ինչ մթնոլորտ տիրեց, միջհամալսարանական դաս, երբևէ արդյոք նման բան եղած կա, թե չեմ կարող ասել, հազիվ թե իմ լավագույն դասն էր, առիթ եղել է ասել, Աշոտն էլ է ասել մի երկու անգամ ասել, դա իմ անցկացրած լավագույն դասն էր, շատ հետաքրքիր մթնոլորտ էր միջմարտկային։ Հետաքրքրության ոլորտները, ասած ուրեմն փիլիսոփայությունն է ու նշանագիտությունը իհարկե լեզվաբանական կտրվածքով նորարար էր, ճիշտ է, աթայանական դպրոցի ներկայացուցիչն էր, բայց այսպես մեխանիկորեն չէր հետևում, ստեղծագործաբար էր յուրացրել Աթայանի տեսությունը, նաև հումբոլտական էր, միանգամից այսպես ասեմ, ու երևի այս հատվածը փակենք, ուրեմն Աթայանի եւ Աշոտ Աբրահամյանի ոճերը շատ նման են իրենց հունով, բայց Աթայանի ոճը հորդառատ գետ է, Աշոտինը հանդարտ, խորությունն ու լայնությունը նույնն է, եւ այս առումով Աշոտը ավելի մոտ է կարծես Հումբոլտին։ 2023 թվականին լույս տեսավ Աշոտ Աբրահամյանի «Իրականություն լեզվագիտակցություն» նշան խորագիրը գրող մենագրությունը։ Այս գիրքը դուք եք կազմել, պատասխանատու խմբագիրն եք, ինչպես նաև ներածության հեղինակը։ Ներկայացրեք, խնդրում եմ, այս գրքի հրատարակման նախապատմությունը։ Նոր էր Աշոտը հեռացել մեզնից, սկզբիցը դեռ մեծ էր, հենց հուարկավորության օրը հոգեհացին դիմեցի հարազատներին, ասացի, եթե ինձ վստահեք Աշոտի գզրոցները, ես պատրաստ եմ նրա արածները եւ թողածները իմի բերել եւ մենագրություն սարքել։ Սա է, մեծ սիրով տրամադրեցին, խորին շնորհակալությունս նրանց եւ բարեբախտաբար գլուխ եկավ։ Երևանի պետական համալսարանը լույս ընծայեց,
օգնեցին նաև նրա աշակերտները։ Մի խոսքով ում հետ աշխատել եմ եւ սրբագրիչներին շնորհակալություն եւ բոլոր նրան ճանաչողներին ու օգնողներին, այս գիրքը հա լույս աշխարհ եկավ։ Ինչ ասեմ, եթե կյանքումս 1-2 լավ բան արած կամ համարում եմ, որ սա եթե ոչ առաջին, գոնե երկրորդ լավ բանն է։ Ինչ հիմնական թեմաներ են շոշափվում Աշոտ Սերգեյ Աբրահամյանի այս մենագրության մեջ եւ ինչ բաժիններից է գիրքը բաղկացած։ Գիրքը 3 մասի եմ բաժանել, տարբեր առիթներով։ Աշոտի հետ երկար էի խոսում, թե իր նյութերի, թե նաև իմ գրքերից մեկի խմբագիրն էր, գիշերներ են ունի զանգում, ժամերով զրուցում էինք, իսկ այդ զրույցը և փիլիսոփայություններ և լեզվաբանություններ ընդգրկում և կենցաղը փիլիսոփայական մակարդակով և կատակներ և հումորներ, ահա մի առիթով այսպես հերթական զրույցներից մեկի ժամանակ ասացի ես քո գիրքը գալիք այսպես եմ պատկերացնում, ուրեմն առաջինը լեզվական միավորների այսպես աստիճանակարգային, ստորակարգային ներկայացում է նշանագիտական բեկումներով, երկրորդը բուն լեզվափիլիսոփայությունը էլի նշանագիտությամբ շաղախված, իսկ թե երրորդը ինչ ես գրելու է, դու գիտես, բայց գիտեմ, որ լինելու է, եւ այսպես ասած, եթե դա էլ գրեմ կլինի արդեն 4-րդ գլուխը, մինչ այդ ասածը 2 գլուխների արանքը միացնող մի օղակ պիտի լինի, ցավոք այդ օղակը չեղավ, բայց կարողացանք ինչ-որ բան անել, այդ լեզվական միավորների աստիճանակարգային հարացույցը նշանագիտական կտրվածքներով առաջին գլուխն է բովանդակում, երկրորդը բուն լեզվափիլիսոփայությունը, լեզու, խոսք, գիտակցություն իր ենթաշերտերով եւ այլն, իսկ երրորդը իր ասպիրանտներից մեկի խորհրդով այսպես վերնագրեցի լեզվաբանության պատմության հետքերով։ Այդտեղ մեր լեզվաբաններից ում մասին որ հասցրել էր խոսել, Էդվարդ Աղայանի, իր սիրելի ուսուցչի Էդվարդ Աթայանի, Արսեն Այտենյանի մասին, թեև Այտենյանի մասին արդեն մենագրություններ, նրա թեկնածուական աշխատանքներ եւ նաեւ իր հոր, բայց ոչ թե այսպես հորը փառաբանելու իմաստով, այլ այնքանով, որքանով ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը իր մասնավոր հայ լեզվաբանությանը վերաբերող իրակությունները ավերսել էր ընդհանուր լեզվաբանությանը։ Այսպիսի բան չկար, ոչ ինքն էր այսպես հպարտանում, թե հայրս ակադեմիկոս է, ոչ էլ Սերգեյ Աբրահամյանը, թե այսպիսի տղա ունեմ։ Իսկ Աշոտ Աբրահամյանը լեզվաբանն է դարձել պատահականորեն, նա ամեն ինչ կարող էր դառնալ, որովհետև ամեն ինչով հետաքրքրված էր, մաթեմատիկական օլիմպիադաներին է դպրոցում մասնակցել ու միշտ առաջին տեղ է գրավել եւ գրավել է հատկապես ինչով, որ խնդիրներին նորովի լուծում է միշտ տվել, այնպիսի լուծում, որոնք իրեն հայտնի չեն եղել, գուցե ընդհանրապես ուրիշներն էլ հայտնի եղել են, այդպիսի ունակությունների տեր էր, բայց այդպես քաջ տիրապետելով մաթեմատիկային, նա երբեք չդրվեց կառուցվածքային լեզվաբանության, երբեմն ինքնանպատակության հասնող ճշգրտության, եւ եթե ճշգրտությանն էլ ճշգրտությունների մասին էլ լեզվական օրինաչափությունների խոսում էր, ապա միշտ դրա իմաստավորումն էր տալիս։ Բաժինների մասին խոսելիս նշեցիք, որ բովանդակության մեծ մասը կամ գուցե թե գլխավոր մասը նվիրված է լեզվի աստիճանակարգային միավորների բնութագրությանը հնչյունից մինչև տեքստ։ Հետաքրքիր է իմանալ, ինչով է այս բնութագրությունը տարբերվում հեղինակից առաջ եղած համանման բնութագրություններից։ Շատ կարևոր բան եք ասում, իսկապես։ Եթե աղերսներ փնտրեմ իրենից առաջ այդ մակարդակով անդրադարձել է լեզվական ստորակարգային միավորներին Հումբոլտը փիլիսոփայական խորությամբ, խորքայնությամբ, տրամախոսական մեթոդի գործադրմամբ Էդմոն Ավետյանը եւ Էդվարդ Աթայանը։ Աղերսները այդքան են, բայց այն ինչ ներկայացնում է ինքնատիպ է, աշոտային է, Աշոտ Աբրահամյանական է։ Ուրեմն հնչյունից մինչև տեքստ ներկայացնում է հաճախ արտառոց վերնագրերով։ Նշանը, որի մասին երազում էր Չարլզ Փիրսը։ Դե հիմա գնա այդ Փիրսը ծայրի կարդա, որ իմանաս այդ ինչ էր երազում։
բանը սպասում է նախադասության մասին է եւ երևի ենթագիտակցությանս մեջ կար հատուկ էլ սրանով սկսեցի, որովհետեւ թույլ եմ տալիս ինձ ասելու, որ այս հոդվածի քավորը ես եմ եղել։ Ինչ էր Փիրսի ասածը։ Նա իդեալական էր համարում այն նշանը, որը կլիներ ցուցանշանի, խորհրդանշանի եւ պատկերանշանի համատեղում, բայց ասում են այդպիսի նշան չկա։ Հաշվետվություն է տալիս, որ նախադասությունը ճիշտ այդ նշանն է։ Եվ ճիշտ այդ նշանն է ոչ միայն նրանով, որ նախադասությունը հնչյունների այսպես համակցություն է, ոչ միայն նրանով, որ ձևույթներ կան որպես խորհրդանշաններ, ոչ միայն նրանով, որ բառեր կան որպես պատկերանշաններ, այլև ամենից առաջ նրանով, որ այդ հնչյունական կողմը, որ ցուցանշանայինությունն է, տոգորված է հնչերանգայնությամբ, ձևութային շերտը, որ խորհրդանշանային կողմն է, տոգորված է վերաբերայինությամբ, պատկերային շերտը ստորոգայինությամբ, որ կառուցակերպին է նաև վերաբերում։ Մի խոսքով հրաշալի բան է եւ մի հետաքրքիր բան էլ ունի, մի քիչ ամաչելով եմ սա ասում, որովհետեւ նվաստից տարել դասականների հետ զուգահեռ մի դրույթ ինչ-որ հարցով ներկայացրել է, ուրեմն Օգոստոս Երանելու բնութագրությունն է տալիս, որը նշանի մասին հետեւյալն է ասել, նշանի բաղադրիչների նշանի հնչյունը կարծես թե նրա մարմինն է, իսկ նշանակությունը նրա հոգին։ Համանման մի բնութագրություն տալիս է Էդմոն Ավետյանը հնչերանգի մասին։ Հնչերանգը հնչյունական նյութի հոգին է, իսկ խեղճ ու կրակս էլ ստորոգման մասին եմ նույն բանն ասում, ստորոգումը լեզվի շունչն է ու շնչառությունը նրա ոգին է։ Եվ այդ 3 տարբեր դարաշրջանների գրեթե տարբեր մարդկանց ասածները բերել իմի է հանգեցրել ու ցույց տվել, որ առանց սրանց ստորոգական իրողություն, հաղորդակցական միավոր նախադասություն եւ ասույթը չեն կարող կյանքի կոչվել։ Իդեպ ես այսպես հատկապես թույլ տվեք այսպես ասել խամընթերցողներին ուզում եմ ուղղորդել, նա խոսում է եւ նախադասության եւ ասույթի մասին։ Անդրեակները կարող են կարծել, թե մեկը մյուսի փոխարեն է հաջողործածում, այդպես չէ։ Նախադասությունը լեզվական համակարգի միավոր է, ասույթ ասելով խոսքային միավորը նկատի ունի։ Իսկ ինչ տեսակետ է զարգացնում Աշոտ Աբրահամյանը լեզվի ստորակարգային մյուս միավորների վերաբերյալ։ Հնչյունի մասին խոսել, այսպիսի վերնագիր ունի, վերնագրով աշխատություն ունի, հնչյունը որպես լեզվական միավոր։ Բերում է հնչույթ, հնչյուն բաժանումները, բերում է տարբեր կարծիքները, շատ հաճախ իրար հակասող տարբեր մասնագետների եւ հրաժարվում է այդ հակադրությունից իր ուսումնասիրության մեջ, հակադրվում է ոչ միայն նրա համար, որ հակասությունները շատ են, կամիքն էլ չէր կարող մի ուրիշ բան առաջարկել, այլև նրա, որ չկա միօրինակություն ստորակարգային բոլոր միավորների վերաբերմամբ։ Եթե հնչույթ հնչյունը առանձնացնում ենք, պիտի մյուս միավորների համար էլ լեզվական եւ խոսքային շերտեր առանձնացնենք։ Ուրեմն հրաժարվում է դրանից, ներկայացնելով լեզվական հնչյուն, կառուցակերպին մոտեցող հնչյուն, լեզվախոսքային ըստեյության այն Ջաթայանն է անվանում, եւ խոսքային հնչյուն։ Հումբոլտի պես հնչյունի գոյությունը մտքի թերթիռով է պայմանավորում եւ այսպիսի ձևակերպում ուշադիր եղեք խնդրում եմ, համամիտ բառը մի նոր նրբիմաստով է գործածում, ասում է մտքի թերթիռը իրեն համամիտ հնչյունի թերթիռ է պահանջում։ Այսպիսի նրբություն կա եւ Փիրսյան տերմինաբանությամբ ցուցանշան էր համարում հնչյունական շերտի իրակությունների գոյությունը։ Ձևույթների դեպքում էլի նշանագիտական հենց ձևակերպում է տալիս, այսպես է ուրեմն վերնագրել։ Ցուցանշանից խորհրդանշանին անցումը լեզվի մեջ ու դա վերաբերում է ձևույթին։
արդեն խորհրդային հենց էլի Փիրսյան տերմինաբանությամբ եւ Փիրսյան ընկալումներով խորհրդանշայնացմանն ենք հանգում, որովհետեւ իմաստագրություն է առաջանում։ Ըստ որում հետաքրքիր բան է ասում հնչյունների համար, հնչյուն ձևույթ հարաբերության մասին ներկայացնելիս, ասում է հնչյունը չի կարելի այսպես հայտարարել, թե իմաստազուրկ միավոր է, ինքը իր համար գոյություն ուներ, մեկ էլ թռիչքով սկսեց իմաստներ ձևավորել։ Ոչ էլ կարելի է ասել, թե ձևույթը բաղկացած է այսինչ հնչյուններից, կամ նույնիսկ չի կարելի ասել, թե բառն է բաղկացած այսինչ հնչյուններից, ոչ, բաղկացած չէ։ Ձևույթն էլ, բառն էլ հենց այն հնչակազմն է, որով պայմանավորված է թե տվյալ բառը, թե տվյալ ձևույթը։ Այսպիսի բավական նուրբ ու խոր դիտարկումներ ուներ։ Վերջապես բառի մասին։ Բառը ուրեմն արդեն պատկերանշանի պահն է, դա իսկապես միակ ինքնակամիավորն է լեզվի, եւ ինձ ավելի շատ հետաքրքրեց այն իրողությունը, որ բառը ներքին ձևի հետ էր կապում, բայց ինչպես ընդունված է ասել ժամանակակից լեզվաբանության մեջ, թե բաղադրություններին է միայն ներքին ձևը հատուկ, բաղադրյալ բառերին։ Այսպես, եթե ասում ենք գրատախտակ, չի նշանակում գիր եւ տախտակ, նշանակում է գրելու տախտակ, իսկ այդ իմաստը գալիս է գիր եւ տախտակ բաղադրիչների իմաստերի ներքին համակցությունից։ Ճիշտ այնպես, ինչպես սեղանատուն բառը ոչ միայն սեղանների տուն չի նշանակում, ընդհանրապես ուրիշ բան է նշանակում ճաշասենյակ, բայց այդ իմաստը ձևավորվում է սեղան եւ տուն բաղադրիչների իմաստների ներքին համակցության շնորհիվ։ Աշոտն էլ ավելի առաջ է գնում, ասում է անկախ բաղկացականությունից արմատական բառերն իսկ ունեն ներքին ձև, մոտենում է Հումբոլտյան տեսությանը եւ հիշատակում է, ասում է Հումբոլտը ոչ չէր խոսում, չգիտեմ, լեզվի ինչ միավորների ներքին ձևի մասին, լեզվի ներքին ձևի մասին էր խոսում, բառը ինչու պիտի իր ներքին ձևը չունենա, այսպիսի բաներ։ Տեքստի մասին էլ արագ փորձեմ ներկայացնել, ուրեմն տեքստի տարբեր տեսակների մասին խոսելիս, նաև տեքստահավելման իրողությունները ներկայացնելիս տարբերակում է ուրեմն ներհյուսում, կցում եւ հարադրում հավելվող տեքստերի մասին երբերում համադրում են տեքստը տեքստի մեջ մտցնելու տարբեր իրողությունների գնահատականներ տալիս է այսպիսի բաժանումներ կատարում, բայց ինչն է կարևորը, սրանք էլ զուգահեռ է անցկացնում լեզուների ձևաբանական տիպաբանության մեջ եղած դասակարգումների հետ։ Ներհյուսումը համարում է թեքական տիպին հատուկ իրողություն, կցումը արդեն անվանումն իսկ հուշում է կցական տիպի եւ հարադրումը անջատական տիպի։ Երևի ավել չեմ հասցնի ասել։ Իսկ բացի մինչ հիմա քննարկվածը, պարոն Գյուզադյան, ինչ լեզվաբանական ու փիլիսոփայական գաղափարներ կան, որոնք ըստ ձեզ եւս յուրահատուկ են այս աշխատության մեջ եւ որոնց դուք կցանկանայիք անդրադառնալ։ Նրա իմ խորին համոզմամբ ամենախոր աշխատանքը, որ լույս է տեսել, երբ սկսեց ընդհանուր լեզվաբանությամբ զբաղվել եւ առաջինը հենց լույս տեսավ բովանդակության եւ արտահայտության հակադրման հարաբերականությունը լեզվում քննախոսությունն է։ Հետագայում լույս տեսածները, հրապարակված աշխատանքները ոչ թե թույլ են, այլ բխում են սրանից բոլորը։ Այն ըստ էության այն ինչը տրամաբանորեն մարդկային տրամաբանության տեսանկյունով պիտի գրվեր վերջում, Աշոտը գրել է սկզբում։ Սա էլ առեղծված է, սա էլ Աշոտին հատուկ երևույթ է։ Ուրեմն Աթայանին է մոտենում իր այս ուսումնասիրությամբ, եթե Աթայանը արտաքին իրականությամբ էր պայմանավորվում, հենց վերնագրից երևում էր նրա մենագրության լեզվական աշխարհի ներքին կերպավորումը եւ արտաքին վերաբերությունը, ոչ միայն արտաքին աշխարհին հակադրում է լեզվական աշխարհ դիրույթը, իդեպ ասեմ, սա վերցրել է Հումբոլտից Աթայանը, լեզվական աշխարհ
Հումբոլտն է գործածում պայմանական գործածություն է տալիս այդ անվանմանը, Աթայանը պարզապես որպես հենց տերմին, հասկացություն է գործածում։ Աշոտն էլ է գալիս առանց աշխարհ բառը գործածելու, արտաքին իրականություն է ասում եւ լեզվական իրականություն է ասում։ Արտաքին իրականությունից մինչեւ լեզվական արտահայտություն ճանապարհը միջնորդավորվում է կամ կամրջվում է վերաբերական նշանակությամբ եւ ներլեզվական նշանակությամբ։ Այստեղ իմաստի եւ նշանակության հարաբերությունն է նաեւ հետևելով Էդմոն Ավետյանին եւ Էդվարդ Աթայանին, իմաստը համարում է նշանակությունը համարում է արտաքին իրականությունից դեպի լեզուն կատարված ուղղորդում, իմաստի դեպքում հակառակը իմաստավորվում է եւ կրկնակի ներդաշնակման մասին է խոսում, կրկնակի ներդաշնակման մասին, ինչու կրկնակի, որովհետեւ արտաքին իրականությունից եկող նշանակությունը միավորվում է իմաստի մեջ եղած նշանակությանը։ Երկու նշանակություններ կրկնակի են, իսկ իմաստի եւ նշանակության հատվածում ինչ-որ սահմանախախտում է տեղի ունենում, դա էլ ապահովում է լեզվի զարգացումը առհասարակ։ Ինչ վերաբերում է լեզվից խոսք կապին, եթե Աթայանը այսպես գոյամակարդակների իր անվանումներով շարակարգներ համակարգին ու գծակարգին միավորող օղակ համարում, Աշոտը դա Աշոտ Աբրահամյանը կառուցակերպով է բնորոշում։ Հիմնանյութի մասին էլ է խոսում, այդքան ժամանակ չկա։ Նաև գիտակցության շերտերն են բավական հետաքրքիր, բնականաբար էլի նշանների հետ է զուգահեռ անցկացնում, բյուլերյան նշանների հետ է զուգահեռ անցկացնում, սկսում է անգիտակցությունից 5 շերտ է ներկայացնում, անգիտակցությունից է սկսում, հասնելով մինչև բացարձակ գիտակցություն։ Միջնաշերտերն են ենթագիտակցությունը, այլագիտակցությունը, ինքնագիտակցությունը, բուն լեզվական նշանը հենց այստեղ է։ Այն նախորդները ենթագիտակցությունը նախալեզվական նշանը, ենթալեզվական նշանը, իսկ այլագիտակցությունը ենթալեզվականի եւ լեզվականի անցումակետն է, ինքնագիտակցությունը բուն գիտակցությունն է։ Իսկ բացարձակ գիտակցությունը, որ օրինակ Աթայանը գերգիտակցություն է ասում, Աբրահամյանը բացարձակ գիտակցություն անվանումն է նախընտրում, այն վերացարկումն է, որ ապահովում է այս ամենի գոյությունը, շոշափելի չէ, ինքը կա բոլորի մեջ եւ բոլոր իր ներսում են։ Ահա այսպիսի բաներ սիրելի անի։ Պարոն Գյուզադյան, Աշոտ Աբրահամյանի հետ դուք ոչ միայն մասնագիտական, այլև անձնական մտերմություն եք ունեցել եւ լավատեղյակ եք նրա մտահոգություններից։ Ասացեք խնդրեմ, ըստ ձեզ, ինչ այսօր նախորդ կտար գիտությամբ զբաղվող երիտասարդներին։ Ես կարող եմ որոշակիորեն ասել, որովհետև տարբեր առիթներով հատկապես ուսանողների հետ շփվելիս, հատկապես քննություններին ներկա լինելով նրա հետ, անընդհատ սովորեցնում էր, թե ինչ պիտի անեն, ասում էր ամենավտանգավոր բանը անգիր անելն է։ Ինձ համար ամենադահաճ բանն այն է, որ գալիս իմ բառերով ինձ ներկայացնում եք իմ ասածը։ Մտածեք, մտածելով խոսեք, միշտ ներքին ազնիվ կասկած ունեցեք, ոչ թե հիվանդագին կասկածներ, այլ ներքին ազնիվ կասկած, որպեսզի զարգանալու տեղ ունենաք։ Եվ որպեսզի զարգանալու տեղ ունենան մեր երիտասարդ լեզվաբանները, ահա այս գիրքը թող ունենան, նրա ուսանողներին, աշակերտներին ինչ խորհուրդ կտայի։ Նախ ասեմ, որ անցյալ տարի Աշոտ Աբրահամյանի 70-ամյակն էր, 70 տարին լրացավ ծննդյան, ճիշտ ասած աչքս ու ականջս կարոտ մնացին մի ալիքով կամ մի թերթով, պաշտոնաթերթով, պաշտոնական կայքով նրա մասին աշակերտները խոսք ասեին։ Ուզում եմ, որ նաև ներքին պարտավորվածություն ունենան, ուրիշով պիտի գնահատի նրան, եթե ոչ իր աշակերտները։ Անչափ շնորհակալ եմ ձեզ այս կարևոր զրույցի եւ խիստ անհրաժեշտ դիտարկումների համար։ Շնորհակալ եմ խորհրդի։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր այսքանը։ Ցտեսություն։